Թուրքական մամուլը գրում է, որ երկիրն իր ունեցած ռուսական S-400 համակարգերն ուղարկում է Պարսից ծոց, դրանք արդեն վաճառվել են երրորդ երկրի։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ գնորդն Արաբական Միացյալ Էմիրություններն է, որոշները, որ Կատարը։ Ըստ աղբյուրների, երկու երկրին էլ անհրաժեշտ են հոբ համակարգերը ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին տարածաշրջանում էսկալացիայի պատճառով։ Անկարան դեռևս պաշտոնապես չի հայտարարել գործարքի մասին։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների ռուսական համակարգերը վաճառելով Անկարան կազատվի նաև ամերիկյան պատժամիջոցներից։ Դա կարող է օգնել Թուրքիային ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնման թույլտվություն ստանալ։ Կրեմլից մեկնաբանել են այս տեղեկությունը։ Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան կապի մեջ է Անկարայի հետ նախկինում Թուրքիա մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով։ Միայն կարող եմ ասել, որ սա խիստ զգայուն հարց է, կշարունակենք շփումները, լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը։ ԱՄՆ նախագահը եւ Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել Դոնալդ Թրամփը եւ Բենյամին Նեթանյահուն քննարկել են Պարսից ծոցում իրավիճակը։ Ըստ իսրայելական կողմի Թրամփը մանրամասներ է ներկայացրել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին։ Նեթանյահուն էլ անդրադարձել է օրերս Անկարայում Թրամփ-Էրդողան հանդիպմանը, Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր չեղարկմանը եւ F-35 կործանիչների վաճառքին։ Իսրայելի վարչապետը մեղադրել է Թուրքիային հրեական պետության գոյությանը սպառնալու եւ ագրեսիվ հռետորաբանության համար։ Նեթանյահուն նաեւ ընդգծել է Իսրայելի հարևան երկրների տարածքներում անվտանգության գոտիները պահպանելու կարևորությունը։ Նաև լուրեր են շրջանառվում, որ Իսրայելն ամերիկյան կողմին հետախուզական տվյալներ է փոխանցել, որոնց համաձայն Իրանը մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Ուկրաինան բացարձակապես պատրաստ չէ խաղաղ կարգավորման, չնայած Կիևը բազմիցս կոչ է արել Մոսկվային նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ուստի Դմիտրի Պեսկովի խոսքով Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։ Ռուսական ուժերն ընդլայնում են սահմանին բուֆերային գոտին, քանի որ Կիևը սրում է հակամարտությունը, ասել է Պաշտոնյան։ Նա հավելել է, կարգավորման հարցով Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը կարող է կազմակերպվել ցանկացած պահի։ Դրա համար հատուկ նախապատրաստություն պետք չէ։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ այժմ արդար խաղաղության հասնելու հնարավորություն կա։ Նրա խոսքով Ուկրաինան ուժեղ է մարտի դաշտում եւ երկնքում, իսկ Ռուսաստանը կորցնում է առավելությունը։ Նախագահը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում Միացյալ Նահանգները Պատրիոտ հոբ համակարգերի համար նախատեսված հրթիռներ կտրամադրի Կիևին։ Նաեւ Ուկրաինայում ամերիկյան Պատրիոտ հրթիռների արտադրության լիցենզիաներ ստանալու պայմանավորվածություն կա։ Նախագահը հավելել է, որ Կիևը պաշտպանական ոլորտում գործակցություն է սկսում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին էլ հայտարարել է, որ 2026 թվականի առաջին կեսին ռուսական բանակին չի հաջողվել լայնածավալ հարձակում իրականացնել։ Դաշնության զորքերի առաջխաղացման տեմպը կրճատվել է ավելի քան 2 անգամ։ Միևնույն ժամանակ Սիրսկին հավելել է, թշնամուն թերագնահատել չի կարելի։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ երկրի վառելիքի շուկայում դեֆիցիտ կա, քանի որ նավթավերամշակման որոշ գործարանների աշխատանքը խափանվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների պատճառով։ Պետք է ընդունենք, որ կան խնդիրներ, հերթերն էլ գոյանում են վառելիքի պակասի պատճառով։ Բենզալցակայանները երբեմն անկանոն են աշխատում, մանրամասնել է Պաշտոնյան։ Նա հավատացրել է, որ գործարաններում վերականգնման աշխատանքներ են տարվում։ Ավելի վաղ Նովակը հայտարարել էր, որ ԱԹՍ-ների հարձակումները հանգեցրել են բենզինի եւ դիզելային վառելիքի արտադրության ժամանակավոր մասնակի կրճատման։ Հուլիսի սկզբին նա տեղեկացրել էր, որ Ռուսաստանը կուտակել է վառելիքի բավարար պաշարներ ներքին շուկան ապահովելու համար, սակայն հանրության շրջանում խուճապի պատճառով պահանջարկն աճել է մոտավորապես 20-ից 30%-ով։ Փոխվարչապետը նաև նշել էր, որ ամբողջական արգելք են սահմանում դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ եւ կսկսեն նավթամթերքներ մուծել։ Այսօր Ռուսաստանի ՊՆ կրկին հայտնել է գիշերը ուկրաինական 376 ԱԹՍ խոցելու մասին։ Թիրախում են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Սմոլենսկի, Tvերի, Մոսկվայի մարզերը, Ղրիմը, Ազովի ծովի տարածքը։ Կրասնոդարի երկրամասում նավթավերամշակման գործարան է վնասվել, օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ռոստովի մարզում եւս նավթային օբյեկտներ են թիրախավորվել։ Տագանրոգում կան ավերածություններ, մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է։ Դիանա Գասպարյան, լուրեր։